Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ասեմ նաև, որ հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում այսօր Հայաստանում ուսուցիչը, ով նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700,000 դրամ վարձատրություն։ Շարքային զինվորը, ով նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700,000 դրամ վարձատրություն։ Իմ այս արձանագրմանը ի պատասխան կան հերքում տարածող հարգելի ուսուցիչներ, ովքեր ասում են ճիշտ չէ, ես ուսուցիչ եմ եւ ստանում եմ 75,000 դրամ վարձատրություն։ Բայց սա այլոց շարքում էլի նույն օրակարգին է վերաբերվում, կրթական օրակարգին, նաև կամավոր ատեստավորում չանցնելու հետևանք է։ Մենք ուշադրություն դարձրենք, չենք ասում բոլոր ուսուցիչները ստանում են 700,000 դրամ վարձատրություն։ Մենք ասում ենք ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ վարձատրություն եւ ասում ենք այն պատճառով, որ այսօր Հայաստանում կան նման ուսուցիչներ։ Մեր նմանատիպ խոսույթի եւ քաղաքականության նպատակը հենց անձնական մոտիվացիաների ճիշտ համակարգ ներդնելն է, որպեսզի ուսուցիչը, զինվորականը, պետական մարմինների աշխատողը ինքը իր կատարելագործմամբ կրթության եւ պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակի հասնելու գործուն մոտիվացիաներ ունենա։ Ոմանք փորձում են կրթության վրա մեր այսչափ կենտրոնացած լինելու մեջ նեգատիվ ենթատեքստեր փնտրել, փորձելով ներկայացնել, թե մենք մեր երկրի մարդկանց համարում ենք անկիրթ։ Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում անկրթություն իհարկե կա, բայց ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում կան բազմաթիվ տասնյակ հազարավոր, 100,000-ավոր կրթված մարդիկ, բայց չկա որևէ մեկը, չկա գոնե մի հոգի, որ գիտի ամեն ինչ։ Չկա այդպիսի թեկուզ մեկ անհատ, որ գիտի ամեն ինչ եւ հետեւաբար ցանկացած ոք ինչ որ բան իմանալու տեղ ունի, պարզապես պետք է դա անելու մոտիվացիա ստեղծել հնարավորինս շատ մարդու համար եւ սա կառավարության պատասխանատվությունն է։ Այս համատեքստում կարևոր եմ համարում վերադառնալ մարդը բարձրագույն արժեք է արտահայտությանը։ Որն է այս արտահայտության միջին վիճակագրական հայաստանյան ընկալումը։ Միջին վիճակագրական կերպով այս արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում ընկալվում է հետևյալ կերպ. Մարդը բարձրագույն արժեք է եւ պետությունը պետք է հոգ տանի մարդու մասին։ Սա ճիշտ է եւ ինչպես արդեն ասացի, սրա հետ կապված որևէ առարկություն չկա եւ չի կարող լինել։ Բայց եթե մարդը բարձրագույն արժեք է պետության համար, արդեն ասացի, որ այդպես է, այդ նույն մարդը պետք է բարձրագույն արժեք լինի հենց իր, այդ նույն մարդու համար։ Եթե պետությունը պետք է հոգ տանի մարդու համար, այդ նույն մարդն էլ պետք է հոգ տանի ինքը իր համար։ Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե պետությունը ինչպես պետք է հոգ տանի մարդու մասին, եթե մարդը հրաժարվում է ինքը իր մասին հոգ տանելուն ուղղված ջանք գործադրել, սկսած առողջ եւ ակտիվ ապրելակերպի նկատմամբ իր վերաբերմունքից, օրենքի հետ իր հարաբերություններից, հարևանների եւ միջավայրի հետ իր հարաբերություններից եւ ի վերջո իր կրթությամբ զբաղվելու հրամայականից։ Ընդունում եմ նաև, որ սա մի գիտակցություն է, որով մենք մեզ պետք է դաստիարակենք մանկապարտեզից, դպրոցից։ Ահա թե ինչու է 300 դպրոց, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը ամենածրագիր։ Բայց մենք չափահասներս չենք կարող ետ գնալ եւ սկսել մեր իսկ կառուցած մանկապարտեզներում մեր մտածողության դաստիարակությունից։ Հետևաբար մենք այսօր պետք է այս գիտակցությունը մեզ սերմանենք, որպեսզի կարողանանք սերմանել մեր երեխաներին։ Եվ այս անելիքը առաջին հերթին վերաբերվում է պետական մարմինների աշխատողներին, որովհետև նրանք այսպես թե այնպես օրինակ են մեր երեխաների ու ոչ միայն երեխաների համար։ Ուզում եմ ընդգծել, որ պետությունը, պետականությունը, քաղաքացիությունը նույնպես կրթական թեմաներ են, եւ ես վստահ չեմ, որ մենք մեր կրթական ծրագրերում եւ պրակտիկայում այս թեմաների ուսուցման ճանապարհին հասել ենք անհրաժեշտ մակարդակի։
Մեր կրթական համակարգը, մեր աշակերտների եւ ուսանողների հայացքը պետք է կենտրոնացնի Հայաստանի Հանրապետության, նրա լեգիտիմության, պետական շահերի հիման վրա ինքնիշխանության եւ անկախության ուժեղացման օրակարգի վրա։ Այս օրակարգը ընդհանրապես պետք է դառնա հանրային համերաշխության եւ միասնության հիմք, որի մասին այդքան երկար եւ այդքան անարդյունք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չի հաջողվում ձևավորել հանրային համերաշխություն եւ միասնություն, որովհետեւ մեզանում չի ընկալված այն իրողությունը, որ հանրային համերաշխությունն ու միասնությունն ապահովելու համար նույնպես պայմանականորեն ասած աերոդինամիկա է հարկավոր։ Պետության երկարաժամկետ տեսլականի վերաբերյալ հակադիր եւ մեկը մյուսին բացառող կարծիքները չեն կարող հանրային համերաշխության հիմք դառնալ։ Հանրային համերաշխություն կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարաժամկետ տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում, իսկ բանավեճը տեղի է ունենում այդ ռազմավարության իրականացման ճանապարհների ու մեթոդների կամ այդ մեթոդների առավել արդյունավետ կիրառման մասին։ Եվ մենք պետությունը նրա բացարձակ արժեք լինելը, նրա հարատևության օրակարգը, լեգիտիմության ու կրթության հիման վրա մարդու բացարձակ արժեք լինելու գործնական իմաստները պետք է դարձնենք մեր հանրային համերաշխության հիմքն ու հենարանը։